հարցը շատ գլոբալ է, այսինքն եթե խոսենք հարցի առաջի մասին, որ 20 թվականից հետո անկումային տրամադրություններ են, ու հետո բիզնեսի միջոցով լուծումները, այդ հարցերը իրար մի քիչ համահունչ չեն, որ մեկ մյուսին փակի։ Բիզնեսի միջոցով լուծումները կարող են փակեն բիզնեսի ոլորտի մարդկանց կյանքը, բայց ահռելի թվով հասարակության շերտ կա, որ մնում է դրանից դուրս էլ, հետեւաբար խնդիրը շատ գլոբալ է, քան լուծման տարբերակները, որ դուք առաջարկում եք բիզնեսի միջոցով ինչ կարելի անել, այդ նախնական կարծիք, բայց բիզնեսում մի sense լավ սկզբում կա, որ ցանկացած իրավիճակ, նույնիսկ ամենածանր իրավիճակը պետք է դիտարկել մի նոր լավ բանի սկիզբ։ Հիմա բաներ ա եղել, որ մենք արդեն չենք կարող այդ ամենի վրա ազդենք, հետին թվով չենք կարող ազդենք, բայց ինչպես իմ մի լավ գործընկերներ ասում, ով որ Շուշիում հյուրանոց կորցրեց, ինքը երբ որ 20 թվականին այդ հյուրանոց ամենամեծ հյուրանոցն էր Շուշի, երբ որ մնաց այնտեղ, իրան հարցեց, sense մի անգամից բան եղա էլի, ոնց որ նոր էինք ծանոթանում, ոնց որ ազդվեցի, ինքը ասեց, ոչինչ Վարամ ջան, ասում է, սև հոգով պայծառ ապագա չես սարքի։ Այսինքն այդ շատ կարևոր սկզբունք կա, մենք պետք է կենտրոնանանք եւ հասկանանք, լավ, անցյալի վրա էլ արդեն չեն կարող ազդել։ Ինչ անենք, որ ապագայում ավելի լավ լինի։ Առաջինը շատ կարևոր է հոգեբանորեն, որ տրամադրվենք, որ մենք կարող ենք փոխել ինչ-որ բան, մենք պետք է փոխենք դեպի ավելի լավ ու ամենավատ ծանր իրավիճակը դա նոր լավի սկիզբ կարող է լինել։ Երբ որ դու տրամադրվում ես, արդեն լուծումներ գտնում ես։ Մի քանի օր առաջ խոսում ենք մեր ակումբական, մանթաշյանական Չեխիայի ակումբից Մարլենկա ընկերության հիմնադիր հետ Գևորգ Ավետիսյանը։ Եվրոպայի ամենամեծ տորտեր արտադրող ընկերություններից է։ Ուրեմն ասում է շատ թափոն ունեի, շատ այնպես թափոն ունեի, որ այնպես վնասներ էի կրում, որ նույնիսկ մտածում եմ փախնեի գնամ Հայաստանում սարերում ապրեմ, որտեղ այդքան վարկեր ունեմ, տաճից դուրս չեմ գա, բան, մի անգամ ասում եմ նույնիսկ թափոններ նայեցի, ուշք սանցավ ընկա բանը ու հետո արթնացա մի օր հետո հիվանդանոցում բաներ սիստեմաների տակ ու ասում եմ թափոններից որ ինչ անեմ դե տորտերին արտադրում վաճառում են ասում եմ որոշեցի մի անգամ էլի այդպես հիվանդանոցից դուրս գրվեցի նորից այդպես ստրեսի մեջ նայում էի դե հասկանում եմ որ $15 միլիոն վարկ են վերցրել հաստոցները մարռը հեսա չեմ կարողանալու վճարեմ որովհետև թափոններն են մեծ վերցեցի ասում եմ կլորակներ սարքեցի այդ թափոնից ուղարկեցի խանութ ասում տեսեք կարեք վաճառեք Զանգից ասում շատ լավն է նորից ուղարկի մեզ ու տենց սկիզբա դրվել Մարլենկայի հանրահայտ են կլոր բաները որ Ռաֆայելոյի նման ասած փուչուրի կլոր ստանում են Մարլենկան հա ու այդ սկզբանե թափոնից է ստացել այս պահին արդեն իրենց ամենաշատ վաճառող պրոդուկտն է Մարլենկայի բայց ի սկզբանե թափոնից է ու ի սկզբանե եղել ամենավատ կետից ամենավատ կետում այդտեղ որ մտածել եմ վարկերը չեմ կարող փակեմ փախնեմ Հայաստան ինքն էլ աշտարակից ասում եմ գնամ Արագած Փեշերին ապրեմ ով պետք է ինձ գտնի այստեղ էլի վարկերը վերցրել Չեխիայում բան եւ այլն այսինքն այն ամենաճգնաժամը որ նույնիսկ մարդ ուշագնաց է եղել բայց այդ ժամանակ գտել է լուծում հետեւաբար դու մտածում ես թե վերջն է բայց հաճախ դա սիզմն է լինում բիզնեսը գործարարի համար այն դաշտն է ոլորտն է որը որ բարեկեցությունը ձևավորում իր եւ իր շրջապատում Հիմա եթե մարդկանց համար բարեկեցությունը կարևոր է, այդ բիզնես շրջանակներում իրենք կարող են գտնել այդ բարեկեցությունը, այսինքն ստեղծագործեն, ինչ-որ արժեք ստեղծեն, վաճառեն, մեծացնեն, հզորացնեն, ձևավորեն այդ բարեկեցությունը տարածեն իրենց միջավայրում։ Գործարարին պետությունը անհրաժեշտ է, թե չէ, եւ ինչպես կարող են իրենք համագործակցել։ Գործարարին պետությունը այնքանով անհրաժեշտ, ինչքանով պետությունը պետությունը գործարարին որովհետև նույն պետությանը աշխատավարձ բիզնեսն է տալիս, այսինքն պետական բոլոր աշխատողների աշխատավարձը բիզնեսն է տալիս, ոչ մեկ ուրիշ բիզնեսն է ստեղծում են աշխատատեղեր, որտեղ մարդիկ աշխատում են եւ աշխատողները իրենց բաժին հարկն են տալիս ճիշտ է, բայց մեկը աշխատատեղը բիզնեսն է ստեղծում ու այդ պետքա չմոռանանք եւ պետությունը պետքա բիզնեսին դիտարկի որպես գործընկեր հենց որպես գործընկեր չդիտարկեց ամեն ինչ քանդվում է քայքայվում է հիմա Հայաստանում կա այդպես բացական միտում որ պետական որոշ կառույցներ բիզնեսին որպես գործընկեր չեն դիտարկում օրինակ պետական եկամուտների կոմիտեն այն գործընկեր չի դիտարկում բիզնեսին դիտարկում է որպես տուգանքի բան մատերիալ ու այդ խնդրեմ է
այդ վախի մթնոլորտ է ստեղծում, այդ թույլ չի տալիս, որ պլաններ, գաղափարներ ձևակերպեն, պլանավորեն եւ այլն եւ այլն։ Իսկ Հայաստանում կա միջավայր, միջազգային ներդրումներ անելու, այն զարգացնելու համար։ Հայաստանում վերջ 2 տարիներում արտաքին ներդրումներ չի եղել գրեթե, ու կարծում եմ մոտակայքում չի լինի, որովհետև մենք մի քանի կետով շատ վնասել ենք արտաքին ներդրողներին, որը որ մեզ այլ ապագա բոլոր արտաքին ներդրողները այդ ամեն ինչը հաշվի են առնելու։ Օրինակ մեկ ամուրսարի գործով, որ արտաքին ներդրողներն ըստ էության մենք այդ մարդկանց խապեցինք, սկզբից խոստովեցինք, հետո ասեցինք չէ, եւ այլն, հիմա դե գիտեք, միջազգային արբիտրաժով մոտ $500 միլիոն Հայաստանի Հանրապետությունից պահանջում են ներդրողները ու կստանան։ Կարող 500 միլիոն չստանան, ստանան $300 միլիոն փոխհատուցում պետությունից կստանան անպայման, այսինքն ու այդ գործերը բոլորը հիշում են մեր արտաքին ինստիտուցիոնալ ներդրողները ու իրեն գիտեն, որ այստեղ անկայուն պետություն է, կարող մի բան ասի, հետո մի բան անի, հետո փոխվի եւ այլն, այդպես։ Դրա համար արտաքին ներդրումներ չկան այս մի քանի տարինում, չեմ էլ կարծում, որ կլինեն առաջիկայում։ Ներքին ներդրումներն են հիմնականում, այսինքն տեղացի գործարարներն, որ ներդրում են անում, բայց ներքին ներդրումներն էլ, հա, հիմա դե հարկային տերորը տիրում համատարած, այդ հարկային տերորի պայմաններում կարծում եմ ներքին ներդրումների բանն էլ բավական կքչանա։ Կայունություն ձեռք բերելու համար ինչ պետք է անել։ Դե քաղաքական կայունություն, որոշումների կայունություն, որոշումների ինչ-որ ուղղվածություն, այսինքն նույն ամուսարի թեման որն է, սկսած ասեն եկեք արեք թույլատրում եք, հետո ասեն չէ, չենք թույլատրում։ Դա չի լինում։ Դու չես կարող միջազգային դες խաղաս։ Դու կամ պետք է թույլատրես կամ չթույլատրես։ Հիմա այդ արդեն անհասկանալի է։ Այդ արդեն լուրջ չի, ասենց ասեմ։ Օրինակ կայունությունը այդպիսի հարցերում է նաև դիտարկվում։ Կայունությունը դիտարկվում է շաբաթ մեկ հարկային համակարգ չփոխելով։ Օրինակ Հայաստանում ամեն շաբաթ հարկային մի հատ օրենք է փոխվում։ Ամեն ամիս լավ մի քիչ չափազանցնում գուցե, հետեւաբար բիզնեսները չեն կարողանում կանխատեսել նաև արտաքին, թե ինչպես կան, ինչ անեն, ինչ հարկային դաշտում են աշխատելու։ Բարագարակ կարող է ամեն ինչ փոխվել իրենց մոտ։ Կայունությունը նաև այդ է։ Կայունությունը նաև ռազմավարությունն է, ինչ որ ուղղությունների նկատմամբ։ Մենք չէ, գյուղատնտեսություն ենք զարգացնում, հեսա 20 տարի ենք անելու եւ այլն։